Բարև ձեզ, շարունակում ենք վետի թեորեմի ուսումնասիրությամբ վերաբերյալ վարժությունները, այժմ եկեք լուծենք այլ վարժություններ և այսպես տված է x քառակուսի գումարած 6x մինուս 29 հավասար է 0 քառակուսային հավասարումը, պետք է կառուցել սրա արմատներն են x1 և x2 թվերը, պետք է կառուցել քառակուսային հավասարում, որի արմատները x1 x2 պլյուս 1 և x2 x1 պլյուս 1 թվերն են։ Սա կրկին կլուծենք երկու եղանակով, մեկը ձեր իմացած ստանդարտ եղանակով եկեք անենք, առաջին եղանակ, երկու եղանակում էլ օգտագործելու ենք Դեվիետի թեորեմը, որ x1 պլյուս x2-ը հավասար է մինուս 6, չէ, և x1 անգամ x2-ը հավասար է մինուս 29։ Ուրեմն, առաջին եղանակով աստորեն ունենք երկու արմատ, t1-ը հավասար է x1 x2 պլյուս 1 և t2-ը հավասար է x2 x1 պլյուս 1։ Այս դեպքում t1 պլյուս t2-ը կլինի x1 x2 պլյուս 1 գումարած x2 x1 պլյուս 1, որը կստացվի x1 քառակուսի գումարած x2 քառակուսի բաժանած x1 x2 գումարած 2։ Հիմա այստեղ իրականում շատ պրակտիկ է ստացվում, որ էլի շարունակենք ընդհանուր հայտարարի բերել, երկուսն էլ սարքենք կոտորակ, համարիչում կստացվի x1 քառակուսի գումարած x2 գումարած 2x1 x2, չէ, այսինքն x1 պլյուս x2-ի քառակուսի։ Օգտվելով Վիետի թեորեմից ստանում ենք, որ մինուս 6-ի քառակուսին բաժանած մինուս 29-ի, այսինքն մինուս 36 29-րդ։ Իսկ t1 անգամ t2-ը հավասար է x1 x2 պլյուս 1 անգամ x2 x1 պլյուս 1, չէ, հավասար է, ոնց որ կոտորակները բազմապատկում ենք, ստացվում է 1 գումարած x1 x2 գումարած x2 x1 գումարած 1։ Նկատում եք, որ նույն բանը ստացվեց։ Այո։ Ինչ-որ t1 պլյուս t2, այսինքն կստացվի մինուս 36 29-րդ։ Ուրեմն մեր հավասարումը կլինի t քառակուսի գումարած… Ուրեմն դիսկրիմինանտը 0 է։ Ինչ։ Երևի դիսկրիմինանտը 0 է։ Չէ։ t1 պլյուս t2-ը ու t1 t2-ը ասա։ B քառակուսի է, այնտեղ մինուս 4-ած է, ոնց կարա 0 լինի։ Հավասար է 0։ 29-ով որ բազմապատկենք, ոնց որ սենց պատահական գրեցի, տենց ստացվեց, էլի։ 29-ով բաժանենք, 29 t քառակուսի գումարած 36 t մինուս 36 հավասար է 0։ Եկեք հասկանանք, որ դիսկրիմինանտը 0 չի կարող լինի, որտև այդ նշանակում է, որ t1-ն ու t2-ը իրար հավասար են, չէ։ Իսկ դրանք հավասար կլինեն, եթե սա սրան հավասար լինի, այսինքն x1 հավասար է x2 կամ x1 հավասար է մինուս x2։ Եթե x1 հավասար է գումարն ու արտադրյալն են իրար հավասար, չէ, ես այդ բանը շփոթեցի, հա։ Պետք է դիսկրիմինանտի հետ այդքան կապ չունի։ Հիմա երկրորդ եղանակով լուծենք։ Տեսեք, դրա համար մի քիչ ձևափոխենք։ Ստեղ չենք կարող, չէ, նշանակումով միանգամից անենք, որտեվ ոնց որ արտահայտությունը սիմետրիկ չի, չէ, մինչև հիմա որ անում ենք, միտեղ ամեն ինչը x1-ով էր, t1-ը x1-ով, մյուսը t2-ը նույն ձևի x2-ով ու մեկը մյուսով արտահայտելով անում էինք։
Բայց սրա ոնց կարելի է դա շրջանցել, x1 x2 պլյուս 1-ը գրենք x1 պլյուս x2 բաժանած x2, x1 պլյուս x2-ը ինչի է հավասար, մինուս 6-ի, չէ, մինուս 6 x2-երորդ, իսկ t2-ը ինչի հավասար կլինի, x2 x1-երորդ, գումարած 1 հավասար է x1 պլյուս x1 x2 մինուս 6 x1-երորդ, մինուս 6 x1-երորդ, տեսեք արդեն սիմետրիկությունը եկավ, չէ, ոնց որ t1-ը x2-ից է կախված, նույն ձևի t2-ը x1-ից, ուրեմն գրում ենք t-ն հավասար է մինուս 6 x-երորդ, x-ը լինում է մինուս 6 t-երորդ, չէ, ուրեմն եթե գրենք մեր այս քառակուսային հավասարումը, x արտահայտած t-ով կլինի մինուս 6 t-երորդի քառակուսի, գումարած 6 անգամ մինուս 6 t-երորդ, հանած 29 հավասար է 0, 20-անք ես հավասարում ու t քառակուսով բազմապատկելով ստացում ենք 36 հանած 36 t հանած 29 t քառակուսի հավասար է 0, ուրեմն 29 t քառակուսի գումարած 36 t հանած 36 հավասար է 0։ Հիշենք ինչու ենք սենց անում, աստվել մինուս 6 t-երորդը դա արտահայտություն է, չէ, որ t-ն ընդունի մեր ուզած արժեքը, սա, x-ը կդառնա այս արժեքը x2, իսկ սենց արտահայտության մեջ եթե սա լինի x2, արժեքը կստացվի 0, այդ մոտեցումն էր, նույնիսկ երբ որ սիմետրիա չկա, հնարավոր է ինչ-որ իրավիճակներում առաջանա սիմետրիա։ Հիմա լուծենք հետևյալ խնդիրը, տված է x քառակուսի հանած 7 անգամ մոդուլ x գումարած 3 հավասար է 0 հավասարումը։ Պետք է գտնել այս հավասարման արմատների քառակուսիների գումարը։ Ստեղ արդեն քառակուսի հավասարում չունենք, չէ, որ բռնենք ու Այստեղ մոդուլ x-ը չենք նշանակում որևէ արժեքով, հետո նոր հաշվենք։ կարող ենք սենց էլ անել, բայց եթե Մոդուլից մոդուլ x-ը ազատվենք, նշանակենք t-ով, ինքը Դա կբերվի քառակուսի Կարող փոխարինել x քառակուսին մոդուլ x քառակուսի։ դե հենց այդ x քառակուսին կլինի նույն t քառակուսին, չէ, Ահա։ մոդուլ x-ի քառակուսին հավասար է t քառակուսի, իսկ մոդուլ x-ի քառակուսին դա նույն x քառակուսն է, կստացվի t քառակուսի մինուս t պլյուս 3 հավասար է 0, բայց արդեն մի պայման ունենք, չէ, t-ն այն որ թվի մոդուլա պիտի լինի ոչ բացասական։ Դե այնտեղ արդեն եթե երկուսն էլ բացասական են լինում, այն 3-ի դեպքում լուծում չի ունենում, ուրեմն միայն դրական արժեքներն ենք վերցնում, 4 արմատ է դառնում։ Հիմա եկեք սա վերլուծենք, դիսկրիմինանտը կարող ենք ստուգել, որ դրական է, արմատների արտադրյալը դրական է, չէ, ուրեմն կամ երկուսն էլ դրական են, կամ երկուսն էլ բացասական, բայց մյուս կողմից արմատների գումարը մինուս 7-ի հակադիրն, այսինքն 7 է, Ուրեմն երկու արմատն էլ դրական են, ուրեմն t-ի երկու արժեքն էլ կլինեն դրական։ Գումարած t-ի երկուսը կլինի 7։ Քառակուսին է մեզ պետք, որը կգրենք t1 պլյուս t2-ի քառակուսի հանած 2 t1 t2, t1 t2, որը t1 պլյուս t2-ը հավասար է 7-ի, 7-ի քառակուսի հանած 2 անգամ 3 հավասար է 43, ուրեմն այս հավասարման արմատները կլինեն որը t1-ը t2-ը մինուս t1-ը մինուս t2-ը, չէ, որտեղ մոդուլ x-ն է t1, այսինքն համ t1, համ մինուս t1, x1 քառակուսի գումարած x2 քառակուսի գումարած x3 քառակուսի գումարած x4 քառակուսին կլինի 2 անգամ t1 քառակուսի պլյուս t2-ի քառակուսի, հավասար է 2 անգամ 43, սա էլ հավասար է 86-ի։ Օրինակ այս օրինակում x քառակուսի գումարած 5 անգամ մոդուլ x մինուս 10
հավասարումը, որ նայենք, էլի պահանջում է գտնել արմատների քառակուսիների գումարը։ Կրկին տեսնենք, չէ, եթե ինչ-որ թիվ արմատ է, իր հակադիրն էլ արմատ կլինի, որտեղ x քառակուսն էլ մոդուլ x-ն էլ կբավարարեն։ Էլի նույն ձևի, որ նշանակենք մոդուլ x-ը հավասար է t, կստանանք t քառակուսի գումարած 5t մինուս 10 հավասար է 0, բայց պիտի համարենք, որ t մեծ կամ հավասար է 0։ Այստեղ արդեն Վիրգուլ թեորեմը չի օգնի մեզ։ Պիտի գրենք t1-ը հավասար է մինուս 5 պլյուս, արդեն միանգամից գիտենք, չէ, երկու արմատ ունի, մեկը դրական, մեկը բացասական, որտեղ արմատների արտադրյալը մինուս 10-ն է, մեզ պետքա դրականը, մեծը, պիտի գումարով գրենք։ Քառակուսի հանած 4 անգամ 1 անգամ մինուս 10 գումարած 4 անգամ 10, գրենք բաժանած 2-ի հավասար է մինուս 5-ին գումարած արմատ 65 երկրորդ։ Այս հավասարման արմատ արդեն էլի չէ, երկրորդը էլ իմաստել չունի գրել էլի, դա բացասական է, միայն սա է բավարարել։ Մեր քառասարումը արդեն ունի երկու արմատ, t1-ը եւ մինուս t1-ը, դրանց քառակուսիների գումարը կլինի 2 t1 քառակուսի, հավասար է արմատ 65 հանած 5-ի քառակուսի բաժանած 2-ի քառակուսի անգամ 2 պիտի գրենք, չէ, միանգամից գրենք բաժանած 2, հավասար է 90-ից հանած 10 անգամ արմատ 65 բաժանած 2-ի, սա կլինի արմատների քառակուսիների գումարը։ Համաձայն եք։ Ներողություն, իսկ այնտեղ են երկուսին չի վերաբերում քառակուսին։ Որը դա ասեցի, այստեղ քանի որ ունենք երկու անգամ։ Լավ, կներեք, այդ երկուսը չի։ Պիտի գրենք 2-ի քառակուսի, դիմացնել 2 կրճատենք, ես ինձ թույլ տվեցի միանգամից սենց գրել։ Ներողություն։ Համաձայն եք։ Հիմա հաջորդ խնդիրը։ Ված է x քառակուսի գումարած 2 մինուս a անգամ x մինուս a մինուս 3 հավասար է 0 քառակուսային հավասարումը։ Պետք է պարզել, թե փոփոխական i որ արժեքի դեպքում այս հավասարման արմատների քառակուսիների գումարը կլինի մեծագույնը։ Այս հավասարումը պիտի ունենա երկու արմատ x1 եւ x2, պահանջը թե i որ արժեքի դեպքում x1 քառակուսի գումարած x2 քառակուսին կլինի փոքրագույնը։ Եկեք կրկին Մեծագույնը, թե փոքրագույնը կներեք։ Մեծագույն չի կարող ունենալ սովորաբար։ Ոնց որ աստիկ մեծագույնն է։ Ես մեծագույն գրել։ Սա հավասար է x1 պլյուս x2-ի քառակուսի հանած 2x1 x2, չէ։ Հավասար է։ Ըստ Վիետի թեորեմի x1 պլյուս x2-ը ինչի հավասար։ A մինուս 2 մինուս a։ Հա, a մինուս հակադիրով 2 Ամին Այնտեղ էլ a պլյուս մինուս a պլյուս 3։ Մինուս a պլյուս 3։ Ուրեմն x1 պլյուս x2-ի քառակուսին կտա a մինուս 2-ի քառակուսի, դեռ գումարած 2 անգամ a պլյուս 3։ Հավասար է a քառակուսի մինուս 4a պլյուս 4 պլյուս 2a պլյուս 6 հավասար է a քառակուսի մինուս 2a պլյուս 10։ Տեսա պիտի լրիվ քառակուսի անջատենք, չէ, a քառակուսի մինուս 2 անգամ a, տեսեք սխալ ասել, որ փոքրագույնը կլինի 10-ը, պետք է լրիվ քառակուսի անջատենք, a քառակուսին գրում ենք նույն ձևի, չէ, 2-ան բաժանում ենք 2 անգամ մինուս 1-ի քառակուսի գումարած 10 հանած 1-ի քառակուսի, հավասար է մինուս 1 քառակուսի գումարած 9։ Քառակուսի գումարած 9։ Սա միշտ մեծ կամ հավասար է 9-ից, չէ։ 0-ից։ Մեծ կամ հավասար է 9-ից։ Իսկ 9 կլինի, երբ որ an հավասար է
1-ի։ Իսկ 9 կլինի որ դեպքում փոքրագույնը։ Այս 9 փոքրացնել չեն կարող, դա մինիմալ է, չէ՞։ Որ Անհավասար է 1-ի դեպքում։ Ահա, լուծեցինք խնդիրը։ Ոչ։ Իսկ ով ասես, թե անհավասար է 1-ի դեպքում, այս x1-ն ու x2-ը գոյություն կունենան։ Պիտի ստուգենք։ Պիտի պարտադիր ստուգենք։ Տեղադրենք, տեսնենք ինչ հավասարում է ստացվում։ X քառակուսի գումարած 2 մինուս 1 x հանած 1 հանած 3 հավասար է 0։ Եկեք ստեղ գունավոր նշենք այդ Այսինքն դե չէին կարող հաշվել դեն մեծ է 0-ից։ Դե բայց դեի համար Դրականը։ էլի Դե 9-ը մեծ է 0-ից։ ում դեն է 9։ Դեն փոքր է 0-ից դառնում է։ Այնտեղ մինուս Չէ, 4։ դա դեի հետ կապ չունի։ Մեր քառակուսային հավասարումը սա էր, չէ։ Իրանք Փոքր 0-ից, ուրեմն 2 ամոթ ունի։ x քառակուսի գումարած x հանած Այն 4 բացասական ստացվում ունի էլի լուծում։ 62 Եթե ազատ անդամը Ազատ անդամի մասին է խոսքը։ ազատ անդամը բանա -4 է, ավակ անդամը 1։ Եթե ավակ անդամը ու ազատ անդամը տարբեր նշանի են, Դեն ապա դրակ։ միշտ նշանը դրական է։ 9-ը։ Դրա 1-ի քառակուսի գումարած 4 անգամ 1 անգամ 4 հավասար է 17։ Ուրեմն իսկապես 6 կլինեն։ Թե չէ կարող է նենց ստացվել, որ D1-ն ու D2-ը գոյություն x1, x2-ը գոյություն չունենան։ Էլի այս տվաբանությունը իմաստ ունի, երբ որ x1 եւ x2 գոյություն ունեն։ Հիմա եկեք մի հատ նման տիպ ուրիշ վարություն x քառակուսու գումարած a-1 անգամ x գումարած 5a + 4 հավասար է 0 հավասարումն է տված քառակուսային։ Պետք է այլի պարզել, թե x1 i որ արժեքների դեպքում իր արմատների քառակուսիների գումարը կլինի մինիմում։ Հիմա եկեք մի քանի րոպե ընդմիջում ձեզ մի քանի րոպե ժամանակ տանք, մտածեք, որից հետո կշարունակենք, հա։ Դե արդեն շարունակում ենք, տեսանք, որ ստեղ ոնց որ չաթի գրածից, որ բարդություններ են առաջանում, եկեք քննարկենք x1 + x2-ի քառակուսի հանած 2x1 x2, ինչպես միշտ քառակուսների դնում ենք, սա հավասար է։ x1 + x2-ը a-1-ի հակադիրն է, 1 մինուս a։ բայց քանի որ քառակուսի է բարձրանալու, նույն ձևի էլ կարող ենք գրել։ 1 Հանած մինուս անգամ բանը x1 x2-ը 5a + 4 5a + 4 հավասար է a քառակուսի մինուս 2a + 1 մինուս 10a մինուս 8 հավասար է a քառակուսի մինուս 12a մինուս 7։ 7 հավասար է A-6-ի քառակուսի մինուս 43։ A-6-ի քառակուսի հանած 43։ Սա հավասարեցնենք 0-ի, որովհետև քառակուսիների գումարը մինիմալ արժեքը սրա 0-ի դեպքում կլինի։ Ոչ, սխալվում եք։ Սրա A-6-ի մինիմալ արժեքը կլինի, երբ որ A-6-ի քառակուսին լինի 0։ Գագաթի կոորդինատը 6-ի դեպքում։ Սա մեծ կամ հավասար է -43։ Այսինքն սա հավասարացնել 0-ն իմաստ չունի։ Ինքը քառակուսի չի, էլի որ ինչ որ բանի քառակուսի չի։ Ինքը ինչ որ բանի քառակուսուց հանած 43 է։ Հիմա, բայց Այսինքն եկեք 0-ն այսինքն այս տեղադրում արտադրության ենք, երբ որ ան հավասար է 6։ տեղադրում ենք դեն X փոքր քառակուսի հավասարման մեջ x քառակուսի գումարած 5x + 34 հավասար է 0։ Տեղադրեցինք ան հավասար է 6-ը։ Սրա դեմ բացասական է, չէ՞, ակնհայտ է 5-ի քառակուսու Սահմին հանած 136։ փոքր 0։
Այսինքն անհավասար է 6 դեպքում x1, x2-ը չկան, Գոյություն իրական չունեն։ թվեր չեն։ Հա։ Մենք իրական թվերի մասին ենք էլի խոսում։ Դրա համար ոնց ենք անում։ Պետքա պահանջ դնենք, չէ՞։ Սա լինի մինիմալը, բայց Կոմպլեքս թվերով, տանտը, երևի։ որը a-1-ի քառակուսի հանած 4 անգամ 5a + 4-ն է, պիտի լինի դրական, չէ՞։ Ոչ բացասական առնվազն։ Հավասար է a քառակուսի մինուս 2a + 1 մինուս 20a մինուս 16 հավասար է a քառակուսի մինուս 22a մինուս 15, սա հավասար է a-11-ի քառակուսի հանած 121, 136, տեսեք, ան 6-ի դեպքում իսկապես բացասական է ստացվում, հիմա եկեք լուծենք, սա մեծ կամ հավասար է 0-ն ոնց կլինի, a-11-ը մեծ կամ հավասար է արմատ 136, չէ, կամ a-11-ը փոքր է մինուս արմատ 136, եթե սա ձեզ մի քիչ անծանոթ խորտ թվա, կարող ենք սենց էլ անել, a քառակուսի մինուս 22a մինուս 15-ը, որ գրենք մեծ կամ հավասար է 0-ից, չէ, սրա գրաֆիկը ինչ է, քառակուսային եռանդամ է, որի արմատները այս երկու թվերն են, 11 պլյուս արմատ 136 և 11 մինուս արմատ 136, այսենց պարաբոլա, երբ կլինի մեծ կամ հավասար 0, սա և սա, չէ, Անվերջությունից x1, x2-ից պլյուս անվերջ։ Այսինքն մեր a-ի թույլատրելի արժեքները հետևյալն են։ Ես 23-ը ամենափոքր բնական a-ի արժեքն էի ասում, այս միջակայքից։ Բայց բնականը հեչ պարտադիր չի, չէ։ Ստեղ գրենք 11-ից հանած արմատ 136, ստեղ էլ 11-ին գումարած արմատ 136, այսինքն ան պիտի լինի ստեղ կամ ստեղ, թույլատրելի արժեքներն են, իսկ մեզ ինչն է պետք գնահատել, այս երկուսի մեջտեղը որը կլինի, միջին թվաբանականը, այս կարևոր ամես, 11-ն է, չէ մեջտեղը, 11-ը մեջտեղն է, սա հավասար է սրան, հիմա եկեք վերադառնանք մեր արտահայտությանը, a-6-ի քառակուսի 6-ին մոտիկը հանած 43, մեզ պետք է a-6-ը ինչն է, a-ի հեռավորությունն է 6-ից, չէ, 6-ը այստեղ է, որպեսզի սա լինի փոքր, համաձայն եք, որ a-6-ի քառակուսին պիտի լինի փոքր, հնարավորինս, իսկ a-6-ի մոդուլը, այսինքն սա սենց է, չէ, մոդուլ a-6-ի քառակուսի հանած 43, ինչքան ան 6-ին մոտիկ լինի, այնքան այս արտահայտությունը փոքր կլինի, իսկ ան որտեղ լինի այս կարմիր տիրույթում, որ 6-ին մոտիկ լինի, որն է ամենամոտիկը, 11 մինուս արմատ 136, ահա, սա էլ կլինի մեր a-ի փնտրած արժեքը, 11 մինուս արմատ 136, սա է մեր խնդրի պատասխանը, տեսեք գրաֆիկորեն առանցքի վրա պատկերելը ամենահարմարն էր, փաստորեն մենք ստացանք մեր արտահայտությունը a-6 քառակուսի մինուս 43-ը արտահայտած a-ով, չէ, x1 քառակուսի պլյուս x2 քառակուսին ստացվեց a-6-ի քառակուսի հանած 43, հետո պիտի գտնենք, բայց պահանջը, որ դիսկրիմինանտը պիտի լինի ոչ բացասական, այսինքն պետք է լինի ստեղ կամ ստեղ ան, իսկ այս արտահայտությունը a-6-ի քառակուսի մինուս 43 ամենափոքր կլինի, եթե ան ու 6-ը իրար մոտիկ լինեն, 6-ը ստեղ է, չէ, այս դատարկ տեղի մեջտեղից ձախ, ուրեմն իրան ամենամոտիկ ան կլինի 11-ից հանած արմատ 136-ը, պարզ է Ժորժ ջան, Որ խնդրեմ մի վայրկյանով այդ
Երբ ասեք, խնդրում եմ։ Նախորդ բաժությունը մի վայրկյանով կցուցադրեք, ես մի հատ screenshot անեմ էլի։ Չեն կարող տեսագրությունը կնայեք, էլի, մենք հիմա Լավ, եղած, շնորհակալություն կներեք։ սրա վերաբերյալ հարցեր կան ժողովուրդ։ Ոչ։ Ոչ, Մարդկար գրեց, որ չհասկացավ։ չէ, հասկացա։ Դե այսինքն եթե 6 ենք տեղադրում 0 է ստացվում։ Պարոն Գոգյան, որ խնդրեմ մի հատ կասեք, ինչ հիմնական պայման դրեցինք։ Եկեք խնդիրը մի հատ մեծ նորից բավական է։ լուծենք, արդեն տեսեք, մենք արեցինք նախորդի պես, բայց չեղավ, չէ, տենց հեշտ, 1x գումարած 5a + 4 հավասար է 0, դուք մի անգամից հենց x1 քառակուսի + x2 քառակուսին հաշվում ենք a-6-ի քառակուսի մինուս 43 ու ասում ենք հոպ անհավասար է 6 վերջ, բայց սա սխալ է, որտեղ մենք մի հատ պայման ունենք կարևոր, x1 2-ի պիտի գոյություն ունենան, այսինքն մենք պետք է այս խնդիրը լուծենք, d-ն մեծ կամ հավասար է 0 և x1 քառակուսի գումարած x2 քառակուսին հավասար է մինիմում, սենց գրենք, պետք է լինի փոքրագույնը, սա ստանում ենք, որ an պատկանում է մինուս անվերջից 11 մինուս արմատ 136, միավորած 11 պլյուս արմատ 136-ից պլյուս անվերջ, իսկ ես երկրորդը դանում ստացվում է a-6-ի քառակուսի հանած 43-ը պիտի լինի մինիմում, չէ, հիմա, սա որպեսզի լինի մինիմում, սա չենք կարող, չէ, մեծացնել, իսկն a-6-ի քառակուսուց մեծ թիվ անենք, չենք կարող, 43-ը ֆիքսած է, մենք պետք է փորձենք ինչը սարքել մինիմում, այս a-6-ի քառակուսին, Բայց այդ արժեքի դեպքում այս արտահայտությունների բացասական չի ստացվում, այս 11 մինուս արմատ 136-ի դեպքում, իսկ ես նաշվում an պետք է լինի մոտ 6-ին, լինի մոտ 6-ին, 6-ին ամենամոտը 6-ն է, չէ, բայց 6-ը սրան չի բավարարում, հասկանալու համար, թե ինչպիսին պիտի լինի an, գծենք էլի կորդինատային առանցքը, նշենք a-ի թույլատրելի տեղերը 11-ից հանած արմատ 136-ը սա է, 0-ին է, 11-ին գումարած արմատ 136-ը սա է, իրանց մեջտեղի կետն էլ 11-ն է, չէ, սա 11-ն է, 6-ը որտեղ է, 6-ը կգտնվի 11-ի ու փոքր արմատի միջև, հիմա եսի կարդանք, ես պահանջելի an պետք է մոտ լինի 6-ին, որ a-6-ի մոդուլի քառակուսին, չէ, եմ ավելացնում, բայց իրավունք ունեմ, լինի մոտ, 6-ին ամենամոտիկ կետը a-ի թույլատրելի, սա է, սա էլ հենց լինելու է an, լինի 6-ից փոքր, չէ, ընկեր Գոգյան, 6-ից փոքր և եթե ամենամոտ, 6-ը ստեղ լիներ, 6-ից մեծը պիտի վերցնեինք, հա, գրաֆիկորեն պիտի առանցքի վրա պատկերենք, որ հասկանանք, էլի որ նա, հա, պարզ է, հասկացա, օրինակ եթե 6-ը ստեղ լիներ, հենց 6-ն էլ կընտրեինք, չէ, թույլատրելի էր, դրա համար եկեք հիմա վերադառնանք երրորդ խնդրին, այդ նույն մեթոդով փորձենք անել, ոչ թե դիսկրիմինանտը այդ կետում հաշվենք, այլ պահանջենք, որ դիսկրիմինանտը լինի դրական, n հավասար է 2 մինուս a-ի քառակուսի, գումարած 4 անգամ a պլյուս 3, չէ, դա a քառակուսի, մինուս 4-ը a պլյուս 4, գումարած 4a պլյուս 12, հավասար է a քառակուսի պլյուս 16, սա միշտ է, չէ, մեծ 0-ից, կամ հավասար 0, այսինքն այս դեպքում դիսկրիմինանտի թույլատրելի արժեքը բոլոր իրական թվերն են, բոլոր թվերը թույլատրելն, այսինքն դիսկրիմինանտի պրոբլեմ չկար այս խնդրում, բոլոր արժեքները թույլատրելի են, իսկ մեր անհավասար է մեկը, որ ստացանք, սա էր, չէ, այս արտահայտությունը, an պիտի լինի 1-ին մոտ, չէ, որ սա լինի փոքրագույն a-1-ի քառակուսին, հենց մեկն էլ ընտրում ենք,
Պարզ էր։ Այո, Այսինքն ի սկզբանե ճիշտ է մի հատ դեմ լուծենք հասկանանք ինքը դրական է թե ոչ, այ այդ պահը։ Հետո նոր անցնենք, ասենք գտնելու ամենափոքրի տարբերակը, էլի։ Այն թիվը, որի դեպքում փոքրագույնը։ Պարտադիր չի։ Սա մեկա պիտի անեք։ Ավելի պրակտիկա ոնց որ սա անեք, հետո Հետո եթե դիսկրիմինանտը դրական եղավ, գոյություններ, իսկ եթե փոքր եղավ, դիսկրիմինանտ այդ կետում կարելի է արդեն դիսկրիմինանտի տիրույթները նայել, էլի։ Որտեւ եթե այս մեր այս A-1-ի քառակուսի ունենք A1-ի դեպքում եթե դիսկրիմինանտը 0 է, դրական է, էլի ընդհանրապես իմաստ չկա, էլի դիսկրիմինանտի դրականության տիրույթները նայելը։ Պարզ էր։ Պարզ էր։ Այո։ Պարոն Գոգյան, եթե հնարավոր է մի հատ էլ սենց կգրեք, որ դիսկրիմինանտը լինի բացասական։ Վայ, չեմ պատրաստել, բայց փորձենք Լավ, նստեք։ անել։ Ուրեմն սա է։ Սրա համար գտնել x1 քառակուսի գումարած x2 քառակուսի։ X2-ի քառակուսի մոտ x պետք է լինի։ Տեղ 10 այա գրած էլի 100 չի գրած։ 10 անգամ a + 7։ Պարամետրի որ արժեքի դեպքում ունենա այդ x1 քառակուսի + x2 քառակուսին կլինի փոքրագույնը։ Դե ընդմիջում 5 րոպե, մտածեք, որ հետո կշարունակենք։ Դե ժամանակ անցավ, եկեք քննարկենք, ընդմիջման ժամանակ հուշեցին, որ այս a + 2-ի քառակուսին պետքա չլինի եւ իրավացին։ Եկեք անենք x1 + x2-ի քառակուսին, ինչպես միշտ x1 + x2-ի քառակուսի հանած 2x1 x2 որ գրենք, ստացվի a + 2-ի քառակուսի հանած 20a հանած 14 հավասար է a քառակուսի մինուս 16a մինուս 10, որը հավասար է a մինուս 8-ի քառակուսի հանած 74, չէ՞։ Ստեղից արդեն ակնհայտ է, որ դեմ բացասականը անհավասար է 8 դեպքում, որտեղ եթե անհավասար է 8 դեպքում գոյություն ունենա x1 ու x2, քառակուսների գումարը չի կարող լինել -74, չէ՞։ Որտեղ եթե անհավասար է 8-ը, ստացվում է x1 + x քառակուսին հավասար է -74։ Դա համար գտնենք d-ի a-ի թույլատրելի տիրույթները։ D-ն կլինի a + 2-ի քառակուսի, մինուսը չեմ գրում, որովհետև մեկա քառակուսի է բարձրանում, չէ, հանած 4 անգամ 10a + 7 հավասար է a քառակուսի գումարած 4a + 4 հանած 40a հանած 28 հավասար է a քառակուսի մինուս 36a մինուս 24 հավասար է a մինուս 18-ի քառակուսի հանած 348։ Սա պիտի լինի մեծ կամ հավասար 0, ուրեմն ան պիտի լինի կամ 18 հանած արմատ 348-ից փոքր, չէ, այդ նույնն է, որ գրենք a մինուս 18-ը փոքր է մինուս արմատ 348, չէ։ 348 չի։ 18-ը ինչ։ 388 պիտի լինի։ 48-ի փոխարեն։ 18-ի քառակուսին 324, գումարում են 24, 348։ Լավ, ահա, լավ։ 18-ին գումարած։ Իրականում դրանք սա հավասար է 0 քառակուսային հավասարման արմատներն են, էլի։ Ուրեմն ան պետք է լինի 18-ից հանած արմատ 348-ը կամ ստեղ։
ու իրանց մեջտեղ էլի 18-ն է, չէ, էսի մեզ օգտակար կլինի։ Հիմա մեր մոտ այս որ ունենք a-8-ի քառակուսի հանած 74, այդ ինչ է, a-ի հեռավորությունը 8-ից, այստեղ 8-ը նշենք, a-ի հեռավորությունը 8-ից այդ հեռավորության քառակուսուց հանած 74։ Իսկ մենք ուզում ենք սա փոքր լինի, չէ, այս տարբերությունը a-8-ի քառակուսի հանած 78-ը։ Ինքը ամենափոքրը կլինի, եթե a-ն հնարավորինս մոտ լինի 8-ին, իսկ 8-ին մոտ ամենաթույլատրելի արժեքը դա 18-ից հանած արմատ 348-ն է։ Հենց դա էլ տեղադրում։ Բայց դա որ տեղադրում ենք, էլի բացասական է ստացվում։ Դե ինքը -0.65 է մոտավոր։ Արդեն չի կարող բացասական ստացվի։ Պարոն Գոգյան, այս տիպի պահը խնդրում եմ մի հատ կրկնեք։ Տեսեք, մենք ինչը պիտի մեր մոտ փոքր լիներ։ a-8-ի քառակուսի հանած 74-ը, չէ։ a-8-ի քառակուսին ինքը a-ի 8-ի, էսի մոդուլ a-8-ի քառակուսի եկեք գրենք, մոդուլ a-8։ Կարող ենք սենց գրել։ Հիմա սա երբ կլինի փոքր, երբ որ մոդուլ a-8-ը փոքր, իսկ մոդուլ a-8-ը ինչ է, և 8-ի հեռավորությունը, 8-ը ստեղ է, իսկ ան այս կարմիր տիրույթներում է, ան որ մեկը լինի այդ կարմիր տիրույթներում, որ a-8-ը մոդուլով փոքր լինի։ 18-ից հանած արմատի քառակուսի։ Այսքան պետք լինի a-8-ը, այսքան ան լինի սա։ Պարզ է հիմա։ Շնորհակալություն, հասկացա։ Այս հենց է լինում, a-8-ի քառակուսին լինում է 18, այսքան տեղադրում ենք այ արժեքը սա, ստացվեց 10-ից հանած արմատ 348-ի քառակուսի հանած 74։ Քանի որ ասին այս բացասական է ստացվում, եկեք ստուգենք, որ տենց չի։ Չէ, բացասական չի։ 100 հանած 20 անգամ արմատ 348 գումարած 348 հանած 74 հավասար է 374, չէ, հանած 20 անգամ արմատ 348։ Այսի ուղղակի Նախորդում էլ բացասական ստացվում։ Չէ, չի ստացվում, մոտավոր 9.6-ի քառակուսուց հանած։ Մենք պայման ենք դրել, որ դեն մեծ կամ հավասար է 0-ից ոնց կարող է բացասական լինել։ Եկեք, 20-ը գրեմ արմատ 400, իրավունք ունեմ։ Ստացվի 374, վայ, քառակուսին պիտի չլինի, 374-ից հանած արմատ 400-ը դա 374-ին գումարած 26-ն է, չէ։ Իսկ 348-ը, լավ, եկեք այսա ջնջեմ, մի քիչ ուրիշ տեղից գրեմ, որ տեղավորվի։ Հավասար է 374-ից հանած արմատ 400 անգամ 348։ 374-ն էլ որ գրենք արմատ 374 անգամ 374 ավելի բարձ կլինի։ 374 հանած արմատ 400-ը դա 374 պլյուս 26-ն է, իսկ 340-ը 374 մինուս 26-ը, ճիշտ է։ Հիմա համաձայն եք, որ այս արմատի տակ գրած է արմատ 374-ի քառակուսի հանած 26-ի քառակուսի։ Այս արմատը կարող է 374-ից մեծ լինի։ Ես սա չստուգեցի, բայց նախորդել եմ մի հատ նայեք, պարոն Գոգյան։ Դրական է, դառնում է 374-ից հանած մոտավորապես 370։ Ինչ ուզում է լինի, չի կարող։ Չէ, դրական է։ Դրական եղավ։ Չի կարող բացասական լինել։
Հարցեր կան Ժորժ ջան, սա վերջին խնդիրն էր քննարկելու։ Նախորդն էլ հաստատ բացասական չի։ Նա չի կարող լինել, եթե դիսկրիմինանտը մեր մոտ 0 է, իսկ դեն x եթե անսա է կամ սա է, դիսկրիմինանտը 0 է։ Եթե դիսկրիմինանտը 0 է, x1, x2 իրար հավասար են ու իրական թվեր։ Քառակուսների գումարը կլինի դրական։ Հարցեր կան։ Չէ, բաձ է։ Եղավ, դե որ տենց է, Շնորհակալություն։ եկեք ավարտենք։ Եղավ։ Եկեք ավարտեցինք, հաջողություն։ Շնորհակալություն։